YouTube-ում դնելու ենք այդ ձայնագրությունը։ Արև ձեզ հարգելի գործընկերներ, ձեզ է ներկայացված այս տարվա 6-րդ նստաշրջանի թիվ 4 հերթական նիստի տարեվերջյան նիստի օրակարգը։ Եթե արդյոք չկա, խնդրեմ քվարկելով է կողմ օրակարգ ընդունի կողմ դեմ ձեռնպահ Քաղաքացիական պայմանագիրը ձեռնպահ բոլորը կողմ։ Առաջին նախագիծը Չարենցյան համայնքում տեղական տուրքերի 2026 թվականի դուրքաչափների սահմանելու մասին։ Գլխավորելով տեղական կառավարման մասին և տեղական տուրքերի և վճարների մասին օրենքներով դեր հաստատման ենք ներկայացնում 2026 թվականի Չարենցյան համայնքի դրույքաչափերի նախագիծը, նախորդ տարիների համեմատությամբ չենք նախատեսել մի 3-4 տուրքի տեսակների վերաբերյալ որոշակի քննարկումներ ունեցանք, հրավառոչ քննարկումներ ունեցանք, որոշեցինք, որ այս տարի ներկայացնենք նույնությամբ, որ մյուս տարի կառավարենք մյուս տուրքի տեսակների տարբեր քննարկումների արդյունքում այդ որոշումը։ Ով է կողմ, խնդրում եմ քվարկել, եթե արդյոք չկա կողմ դեմ ձեռնպահ շնորհակալություն Բոլորը կողմ։ Երկրորդը Չարենցյան համայնքում տեղական վճարների 2026 թվականի դուրքաչափերը սահմանելու մասին։ Հարգելի հավաքական անդամներ, ձեր հաստատման ենք ներկայացնում Չարենցյան համայնքի տեղական վճարների 2026 թվականի դուրքաչափերը։ Դուրքաչափերի փոփոխություններ չունեն, բացառությամբ պահպանության հետ կապված դուրքաչափերի մասով ազգազրահի նիստում քննարկվել է, ներկայացրել ենք։ Հիմա ըստ բաների ներկայացնում բնակչությանը որ վերցնում ենք մեր վրա, չնայած մենք այսօր դեռ չգիտենք այդ ձեռնարկությունը չի ասել մեր աղբանության վճարը ինչ ձևով են գանձելու, դեռ չգիտեմ խորանարդ մետրովա լինելու, թե բանով քաշովա լինելու, մեր համար էդի պարտքի, որտեղ մեր չեն ներկայացել, բայց նաև իմ կարծիքով համամիտ կլինենք, որ մենք բնակչության վարձավճարը չվերցնենք, իսկ կոնկրետ իրավաբանական անձանցը թվեր կա, որին մենք չենք բնակչությանը ոչ թե չենք վերցնում, այլ սանդղակը օրենքով նախատեսված է մինչև 400 դրամ, մենք քաղաքային բնակարարություն համարում 200 դրամ, այն մնացած մասը բյուջեից ֆինանսավորենք, գյուղական բնակարարում 150 դրամ։ Եվ ունենք սանդղակներ իրավաբանական անձանց հետ կապված, ստեղ էլ վերցրել ենք գրեթե բոլոր դրույքաչափերից ամենանվազագույնները, որպեսզի